Պարոն Ստեփանյան, քիչ առաջ քաղաքապետարանի նիստում բավականին այսպես գրքերը թեժացան, ձեզ կրտուկ տեղի ունեցավ, մինչև անգամ գրում են, որ հայհոյանքներ տեղի ունեցավ։ Ինչից է առաջացավ։ Կխնդրեմ դուք նշեք, որովհետև ձեզ հետ էլ ձեզ սկզբից դուրս հրավիրեցին նիստերից։ Սա հիշեցում, սա երկրորդ եւ երրորդ դեպքն է, որ քաղաքացիական պայմանագիրը Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարդը չի ընկալում, որ կարելի է անդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց իրանց գնահատականներին նորմալ քաղաքավարի պատասխան տալ։ Նորից կրկնեմ, իրենց հիշեցնեմ։ Ես մեկ անգամ եւս հիշեցրել եի, ինչ կարգի պատասխան տակ 10 պատիկ ստանալու եք։ Եկեք նորմալ շփվեք, նորմալ պատասխանեք, նորմալ կստանաք պատասխան, բայց եթե ասեք արա 40,000 անգամ արա կասենք, ձեռքներիդ արտոնություն տակ 10 պատիկ ձեռքներից արտոնություն կտանք, չեն հասկանում, որ չի լինելու։ Այսինքն իրենք սկզբից ձեզ արայով դիմեցին ու վեճը այդտեղից առաջացավ։ Նորմալ մարդը մեզ մեղադրում է մի հանցանքների մեջ կամ տարբեր քաղաքական գործիչների, որոնց մասին դեռ ոչ մի դատական ակտ չի տվել։ Թևանյանին, պարոն Թևանյանին ասում է ազգի դավաճան, դեռ ոչ մեկ գործը չկա, շինծու գործը, այնտեղ մի հատ փոխքաղաքապետ կա նստած։ Հա, ու այնտեղից արա ինձ դիմելու ձևով արա։ Նորից կրկնեմ, ձեզնից լավ արա գոյություն չունի, դուք ոչ մի ձև չեք կարող կամ նորմալ կշփվեք, կստանաք նորմալ պատասխան, կամ աննորմալ կշփվեք, կստանաք 10 պատիկ աննորմալ պատասխան։ Իսկ հարվածները ինչից է։ Դե արդեն դե չգիտեմ հարված, ինչ են արել, ոնց են արել, ինչ արել են, նույնը ստացել են։ Այս մարդիկ ուղղակի Երևանի քաղաքի կառավարումը ձախողածները չգիտեն էլ ինչ անեն, իրենց թույլ են տալիս կամ կին ԿՊ ավականու անդամ դուրս է գալի, ասում է ձեզ բոմժ են սարքելու, եսի ինչ։ Դուք այդտեղից եկել եք արդեն։ Մի հատ Քրիստինե Վարդանյան կա կոչվող, ես կինա չեմ ուզում իրան անդրադառնամ, երբ իրանց տանը իրան լավ չեն դաստիարակել, որ այս տարիքին է տղամարդկանց հետ չի կարող խոսա։ Էդի հենց այդ տան դաստիարակությունն է, երբ որ կնոջը թողում ես ներողություն, բարձի թողի վիճակում, ինքը օտար տղամարդկանց ասում է բոմժ։ Հիմա մի հատ եկեք իրան կանգնացնեք մեր կողքը, իրար հետ համեմատվենք, էլի շատ չեմ ուզում ընդլայնել։ Հիմա նիստերը շարունակվելու են առանց Մայր Հայաստան։ Չեն թողում մեզ նստենք, իրան դե տեսեք գվարդիա չի, մի վաշտ մարդ են բեր այստեղ։ Նորից կրկնում եմ, եկեք նորմալ շփվեք, ուզում եք վաշտ բերեք, ուզում եք գվարդիա բերեք, էդ է մնալու։ Կամ պետք է բոլոր այդ ոստիկանական համակարգով ստեղ որ գոյություն ունի, հարձակվեն մեր վրա, ուրիշ տարբերակ չունեն։ Պարոն Ստեփանյան, Մայր Հայաստան խմբակցության բոլոր անդամներին դուրս են հրավիրել։ Այո։ Ինչ եք պատրաստում հիմա անել այսպես։ Ամեն ինչ արժևում է, ամեն ինչ իրենց պատասխանը կստանա, նորմալ է։ Իսկ այնտեղ կան մարդիկ, որ մանկապարտեզից բերեն նստացրել են այստեղ պաշտոնների, իրենց պահում են լկտի, ոչ երևանցուն հարիր ու ոչ իրենց ասած, իրենք սիրում են դուր լավ տղուն հարիր, ամեն մեկ իր պատասխանը տալու է, ժամանակը Վեճը այստեղով սահմանափակվելու ամեն մարդ իր արարքների ու լկտի պահվածքի ու ոչ պահվածքի համար պատասխան տալու համար իրանք ժամանակը գա, սպասեք, նորմալ շփվեք, նորմալ adekvat հարց ու պատասխան ունեցեք, կպատասխանենք, չէ, արտոնություն կտակ ձեր ձեռքերին, ձեր բառապաշարին Նորից կրկնեմ 40,000 անգամ ավել ստանալու եք։